Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Անահիտ Առաքելյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ինֆեկցիոն հիվանդությունները շարունակում են մնալ առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը եւ ուզում եմ, որ այսօր մեր զրույցի թեման հենց դա էլ լինի։ Ներկա պահին ինչպիսի ինֆեկցիոն հիվանդություններ են առկա հանրապետությունում։ Ես երևի խոսեմ այն հիվանդությունների հետ, որոնք մենք այս տարի առավել հաճախ ենք շփվում եւ հանդիպում։ Երեխաների մոտ այս տարի դիտվում է ջրծաղիկով, էնտերովիրուսով, քութեշով պայմանավորված հիվանդացության աճ, այսինքն ցանային համախտանիշով ընթացող հիվանդությունները այս տարի կարծես թե ավելի ակտիվացել են երեխաների շրջանում։ Իրար եւ նման եւ տարբեր հիվանդություններ են իհարկե ծնողներին ուղղակի հորդորում են, որ ավելի ուշադիր լինեն։ Բոլոր այն դեպքերում, երբ երեխաների մոտ ջերմությունը պահպանվում է 3 օրից ավել, ցանային համախտանիշը գնալով ավելանում է, երեխան հրաժարվում է սննդից, ախորժակի անկում է դիտվում, պետք է դիմել կամ տեղամասային մանկաբույժին կամ ստացիոնար հետագա հետազոտման եւ բուժման նպատակով։ Ավելի մանրամասը երևի ներկայացնեմ այդ հիվանդությունների կլինիկական նշանները, որպեսզի ծնողների համար էլ ավելի պարզ լինի եւ կարողանան ճիշտ ուղղությամբ աշխատել երեխաների հետ։ Մանավանդ ներողություն, այս սեզոնին ալերգիկ բնույթի այդ ցանավորում եւ այլն շատ կա։ Շփոթության առիթ չի։ Այո, նախ պետք է տարբերակել ինֆեկցիոն է ցանը, թե ոչ ինֆեկցիոն։ Սովորաբար մեր ինֆեկցիոն պաթոլոգիայում միշտ կամ ցանին նախորդում է բարձր ջերմությունը կամ հենց ցանային համախտանիշի դրսևորման ժամանակ է լինում բարձր ջերմություն, ոչ ինֆեկցիոն կամ ալերգիկ բնույթի ցաները սովորաբար ջերմությամբ չեն ուղեկցվում։ Դա եւս մեկ կլինիկական կարևոր նշան է, որ պետք է տարբերակել։ Այդ ջրծաղիկը ճիշտ է անցյալ տարվանից, եթե չեմ սխալվում, արդեն օրացուցային պլանում կա պատվաստումների, երեխաները ստանում են պատվաստումներ, բայց այս տարի մենք ունեցել ենք բավականին մեծ թվով ջրծաղիկով հիվանդացության դեպքեր։ Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է վեզիկուլյար ցանով, վեզիկուլյար ասվածը ավելի մատչելի, եթե ներկայացնեմ, ջրային բշտիկների տեսքով եւ բարձր ջերմությամբ։ Եվ գաղտնի շրջանը մի քանի օր է տևում եւ հենց այդ գաղտնի շրջանում 2-3 օրվա ընթացքում վերջին մինչեւ ցանավորվելը երեխան վարակիչ է համարվում։ Այսինքն այդ օրերին ինքը դեռ ցան չունի, բայց վարակում է շրջապատին եւ երեխաներին։ Եվ վարակիչ է վերջին ցանային էլեմենտից 4 օր հետո, 3-4 օր հետո։ Այսինքն ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել, որ երեխան 7-ից 10 օր համարվում է վարակիչ։ Եվ այն հին մոտեցումը, որ եւ հիմա երբեմն նորից հանդիպում եմ, որ երեխաներին 21 օր արգելում են դպրոց գնալ կամ մանկապարտեզ հաճախել, իհարկե այդ մոտեցումը փոքրինչ արդեն հին է համարվում եւ հանգիստ երեխային արդեն 10-րդ օրը կարող ենք ուղարկել դպրոց, մանկապարտեզ եւ առհասարակ միջավայրում կարող է մեջ։ Դրսևորվում է բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, ցանային էլեմենտները միանգամից ամբողջ մարմին չեն լինում, աստիճանաբար տարածվում են իրանին, դեմքի շրջանում, վերջույթներին, գլխի մազածածկ հատվածում, երեխաները ունենում են սարսափելի քոր, որպես կանոն, անհանգիստ են լինում եւ երբեմն բերանի լորձաթաղանթին էլ կարող է լինել ցանային էլեմենտներ բշտեր, որը արդեն դժվարացնում է երեխային սնվելու համար եւ այս դեպքում երեխաների ծնողներին խորհուրդ ենք տալիս, որ սնունդը տվեք կամ սառը վիճակում կամ գոլ վիճակում եւ ստիպել պետք չէ։ Առհասարակ հիվանդությունների դեպքում ցանկալի է, որ հեղուկները երեխաներին տալ, հեղուկների քանակը ավելացնել եւ սնունդը միևնույնն է 1-2 օր անց երեխան երբ որ արդեն լավի է գնում, սկսում է ուտել։ Եվ նաև ուզում եմ մի հին մոտեցման էլ անդրադառնալ, որ դեռ հին ժամանակներում արգելում էին լողանալ երեխաներին եւ մեծերին էլ։ Ասում էինք տարածվի կշատանա։ Դեռ երբ որ ես փոքր էի, հիշում եմ, որ ջրծաղիկով հիվանդացել էինք, ես ու եղբայրներս մոտ 20 օր մեզ թույլ չտվեցին, որ լոգանք ընդունենք։ Իհարկե դա բարդացնում է վիճակը եւ երկրորդային բակտերիալ վարակ է գումարվում եւ բորբոքվում են այդ բշտիկները եւ երբեմն կարող է առաջանալ ցելյուլիտ, դա ենթամաշկային ճարպաբջջանքի բորբոքումն է անմիջապես այդ ցանային էլեմենտների տակ։ Այդ իսկ պատճառով պարտադիր պայման է գոլ ջրով լոգանք ընդունելը եւ լոգանքի գելերով առանց տրորելու։ Իսկ քսուկներ կան զանազան,
նույն բրիլիանտի կանաչը զիլիոն կամ բոլորին հայտնի, որ կիրառվում էր, հիմա իհարկե մենք այլևս չենք կիրառում եւ առհասարակ որևիցե քսուկ պետք չի կիրառել, նաեւ կան քսուկներ, որ նշանակվում են եւ արտաքինից երբ որ բշտերի մակերեսը փակվում է, իրենք կարծես թե հնարավորությունը մեծանում է երկրորդային բակտերիալ վարակների գումարման եւ իհարկե զարգանում է նշված ցելյուլիտը։ Այնպես որ որևիցե քսուկ պետք չի քսել։ Առանձին դեպքերում, երբ որ դիտվում են բշտերի թարախակալում, պուստուլաներ են առաջանում, միայն այդ էլեմենտները կարելի է անտիսեպտիկ լուծույթներով մշակել։ Ուրիշ որևիցե բան տալ անհրաժեշտություն չկա։ Իսկ միջին եւ թեթև ձևերի դեպքում հիվանդանոցի կարիք չունեն երեխաները եւ իրենք տանը լավանում են առատ հեղուկներով, ջերմիչեցնողներով եւ մաշկի հիգիենան ճիշտ պահելով որևիցե խնդիր չենք ունենում, բայց լինում են իհարկե դեպքեր, որոնք բարդանում են եւ արդեն հայտնվում են մեզ մոտ հիվանդանոցում։ Ինչի հետևանք են այդ բարդացումները։ Երբեմն ի սկզբանե ոչ ճիշտ դեղորայք տալու, երբեմն երեխայի իմուն համակարգի, երեխաներ կան, որոնք ավելի հաճախ հիվանդացող են, երեխաներ կան, որոնք ի սկզբանե առողջ են եւ ավելի հեշտ են տանում հիվանդությունները, իմուն համակարգի հետ կապված։ Եվ այս դեպքերը, երբ որ արդեն հիվանդանոց են դիմում, բժիշկը որոշում է անհրաժեշտություն կա հակավիրուսային բուժման եւ հակաբակտերիալ բուժման։ Դա կատարվում է իհարկե լաբորատոր ցուցանիշներ ունենալուց հետո, եթե կարիք ունենում ենք ռենտգեն հետազոտությունից հետո, որտեղ ջրծաղիկը շատ հաճախ տալիս է բարդություն թոքաբորբի տեսքով։ Դա արդեն իհարկե վտանգավոր է եւ պահանջում է հիվանդանոցային բուժում։ Իսկ ընտանիքի մյուս երեխաները միշտ մայրիկները անհանգստանում են, այ կվարակվի, չի վարակվի։ Գիտեք, պարտադիր պայման չէ, որ ընտանիքի մյուս երեխան, քույրը կամ եղբայրը պարտադիր պետք է հիվանդանան։ Լինում են դեպքեր, որ չեն հիվանդանում, եւ լինում են դեպքեր, որ 21-րդ օրը ինֆեկցիոն հիվանդությունները հիմնականում ցանով ընթացող գաղտնի շրջանը մինչև 21-րդ օրը կարող է տևել, այսինքն կարող է վարակվի եւ դրսեւորվի 21-րդ օրը ամենավերջին ժամկետը եւ ունենում ենք հենց այդպիսի դեպքեր, որ տան մյուս անդամը 21-րդ օրը նոր ցանավորվում է։ Իհարկե ոչ մի վախենալու, ահաբեկվելու հարց չի, տարիներ շարունակ եղել են այդ մանկական տարիքի ինֆեկցիոն հիվանդությունները եւ միևնույնն է իրենք մի օր այսպես թե այնպես վարակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը չի պատվաստել եւ կայուն իմունիտետ չունեն բոլորը։ Կարծում եմ դեռ դեպքեր կունենանք։ Այնպես որ եթե հիվանդանում են իհարկե ավելի լավ է փոքր տարիքում, հատկապես աղջիկների դեպքում, քանի որ նրանք տարիքում թեթև է, չէ՞ ընթանում։ Թեթև է ընթանում եւ մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ աղջիկները արդեն մեծացել են, ամուսնացած ժամանակ են հիվանդացել, հղի վիճակում են հիվանդացել։ Դա է ուզում հարցնել, հղի վիճակում եւս դեպքեր լինում են։ Այո, իհարկե պտղի վրա որևէ կերպ։ Գիտեք, երբեմն երբ որ վերջին շրջանում է լինում, ունեցել ենք դեպքեր, որ ծնվել են մի քանի օր ցանավորվել, անց ցանավորվել են երեխաները։ Լինում են երեխաներ, որոնք մայրը հղիության առաջին եռամսյակում, երկրորդ եռամսյակում հիվանդացել է, իրենք արդեն կարծես հակամարմիններ ունեն եւ չեն հիվանդանում։ Իրենք արդեն հիվանդացել են։ Իրենք խիստ ինդիվիդուալ է լինում երեխաների դեպքում, բայց իհարկե բնականաբար ավելի լավ է որ փոքր տարիքում հիվանդանան, քան թե մեծ տարիքում եւ առավել եւս հղիության ընթացքում։ Պատվաստումների դերը այստեղ ոնց է գնահատում։ Գիտեք, քանի որ նշեցի դեռ 1 տարի է որ ունենք այդ պատվաստանյութերը, դեռ վաղ է գնահատել, բայց առհասարակ բոլոր տեսակի պատվաստումները, որոնք հնարավոր են պատվաստումների միջոցով կանխարգելել այս կամ այն հիվանդությունը, ես միանշանակ կողմ եմ պատվաստումներին, քանի որ ունենք բազմաթիվ հիվանդություններ, որոնք տարիների ընթացքում պատվաստման արդյունքում վերացել են, կարելի է ասել։ Եվ նույն օրինակ կարմերուկի դեպքում 23-24 թվերին մենք ունեցանք բռնկում կարմերուկի, որպես կանոն երեխաները, որոնք հիվանդացել են եւ ծանր էին տանում, իրենք պատվաստված չէին։ Երևի չեմ էլ կարողանա հիշել դեպք, որ երեխան եղել է պատվաստված եւ հիվանդացել է, այդպես չի լինում։ Լավ, այնպես որ պատվաստումները միանշանակ ճիշտ են եւ միանշանակ պետք է կատարել։ Իսկ ծնողները այդ հարցում իրենց ծնողները այնքան հակասական կարծիքներ ունեն, անկեղծ երբեմն մայրիկներին հարցեմ օրինակ ինչու հրաժարվեցիք պատվաստումից, այդ չգիտեմ, հարևանս օրինակ հրաժարվեց, կամ ես լսել եմ, որ եթե պատվաստում են, հետո հիվանդություն են ունենում, չհիմնավորված պատճառաբանություններ, երբեմն ծնողները իրենք էլ չգիտեն ինչի են հրաժարվել, բայց ես իմ բուժառուներին, ես ինքս իմ երեխաներին պատվաստել եմ եւ խորհուրդ եմ տալիս, որ պատվաստվեն։ Այն ինչը կարելի է կանխարգելել, պատվաստման միջոցով պետք է կանխարգելել։ Հատկապես ամառային սեզոնին, հա, բնորոշ ինֆեկցիոն հիվանդությունները, էնտերովիրուսները այս տարի բավականին շատ են, եթե նախորդ տարիներին մի 3 տարի առաջ, 4 տարի առաջ մենք ունենում էինք այս դեպքերը, երբ որ դրսից էին գալիս ծովափներից, այնտեղ լողավազաններում լողանում էին, հիվանդ երեխաներ էին լինում մեկը մեկին այդպես վարակում էր, այս վերջին 2 տարիներին հենց Հայաստանում բազմաթիվ դեպքեր են ունենում, էնտերովիրուսները իրենք մի քիչ մեծ ընտանիք են, տարբեր
դրսևորումներով կարող է հիվանդությունը դրսևորել։ Մեզ մոտ հանդիպում է էնտերովիրուսային էկզանթեման, ցանավորումը եւ ձեռք-ոտքբերան համախտանիշ է կոչվում։ Շատ սպეციფიկ է այդ կլինիկական նշանները, երեխաների ձեռքերին, ոտքերին, բերանի շուրջը լինում է բշտիկային ցան եւ առաջին հայացքից կարծես թե նման է նաեւ ջրծաղիկին, եթե բժիշկը փորձառու է անմիջապես գլխի է ընկնում, որ սա էնտերովիրուսն է, բայց երբեմն առաջին օրերին նմանատիպ բնույթը ցանի կարող է միևնույն տիպի լինել։ Ուղղակի ջրծաղիկի դեպքում հենց հստակ թափանցիկ հեղուկ է եւ դա շփոթել հնարավոր չէ այլ վիրուսների հետ։ Իսկ էնտերովիրուսի դեպքում փոքրինչ պղտոր հեղուկ կարծես լինի եւ մաշկը անթափանց։ Իհարկե էնտերովիրուսների դեպքում, քանի որ վիրուսային է, նորից անտիբիոտիկներ չի տրվում եւ առհասարակ անտիբիոտիկները անտեղի տալը սխալ է, քանի որ մեծ մաս հիվանդությունները հիմա վիրուսային են լինում եւ միևնույնն է այդ անտիբիոտիկը չի ազդելու այդ վիրուսի վրա եւ մենք անիմաստ երեխային կարծես ծանրաբեռնում ենք օրգանիզմը։ Նորից առատ հեղուկներ, հակաքորային դեղորայք, մշակում տեղային բշտերի եւ իհարկե անձնական հիգիենայի պահում, հագուստի ամենօրյա բամբակյա հագուստի պետք է ծնողները տեղյակ լինեն, որ պետք է փոխել ամեն օր երեխայի ներքնազգեստները եւ մեծ մաս դեպքերում իհարկե միջին ծանրությամբ են ընթանում եւ կարիք չեն ունենում հոսպիտալացման։ Այ հոսպիտալացման գալիս են այն դեպքերում, երբ բարդացած է, երբ այդ բշտերը վերածվել են թարախային էլեմենտների, բերանի լորձաթաղանթում առավել արտահայտված վերքեր կան, որը դժվարացնում է անգամ երեխաները ջուրն են հրաժարվում խմել, այդքան ցավոտ է լինում։ Մնացած դեպքերում տանը բուժվում է եւ ամեն ինչ լավ է լինում։ Աղիքային հիվանդություններ, սննդային թունավորումներ, հատկապես ամառվա ամիսներին են չէ՞։ Աղիքային ինֆեկցիաները երբեք չեն պակասում, կարելի է ասել, իհարկե ամռանը առավել շատ են հանդիպում, քանի որ եւ ջերմաստիճանային պայմաններն են նպաստում, որպեսզի միկրոբները բազմանան եւ միգուցե մարդիկ ճիշտ պայմաններում չեն պահում, ճիշտ ջերմային մշակման չեն ենթարկում, մսամթերքը, կատնամթերքը եւ դա բարենպաստ պայմաններ է ստեղծում վիրուսային եւ բակտերիալ վարակների տարածման եւ զարգացման համար եւ ունենում ենք իհարկե բազմաթիվ աղիքային վարակով պայմանավորված դեպքեր։ Եվ ցանային հիվանդներից նաև քութեշի մասին կուզեմ խոսել, քանի որ շատ ունենք նաև քութեշով պայմանավորված դեպքեր եւ ամռանը եւ ձմռանը։ Այ քութեշը ինչ է իրենից ներկայացնում։ Դա մանկական սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկն է, փոխանցվում է նորից օդակաթիլային ճանապարհով, այսինքն երեխաները օրինակ մանկապարտեզում, դպրոցներում, հատկապես ձմռան ամիսներին, երբ որ օդափոխությունը թերի է կատարվում, ելնելով եղանակային պայմաններից օդակաթիլային ճանապարհով իրենք վարակվում են։ Դրսևորվում է բարձր ջերմությամբ, մանր կետային ցանով եւ քութեշի ժամանակ շատ բնորոշ է քիչ շրթունքային եռանկյունին զերծ է լինում ցանից։ Երեխան երբ որ մտնում է, այս հատվածը սպիտակ է լինում։ Ընդհանուր երեխան կարմր է, ցանավորված, բայց քիչ շրթունքային եռանկյունին լինում է ավելի սպիտակ։ Պարտադիր ունենում են թարախային անգինա կամ ոչ թարախային, բայց բկանցքը լինում է բոցավառվող, դա բնորոշ նշան է քութեշի։ Եվ լեզուն լինում է մորենման, ինչու մորենման, պատված է լինում սպիտակ փարով եւ տակից լեզվի պտկիկները առավել արտահայտված են լինում, այդ կերպ նմանեցնում են մորուն եւ ասում են մորենման լեզու։ Քութեշի ժամանակ, եթե նախորդ հիվանդությունների ժամանակ ես նշեցի, որ անտիբիոտիկների անտեղի կիրառությունը վտանգ կարող է ներկայացնել, այս դեպքում պարտադիր պետք է կիրառել անտիբիոտիկային բուժում, քանի որ միևնույն է երեխան լավանալու է երբեմն անտիբիոտիկով, երբեմն առանց, բայց երբ որ ստանում են սխալ կուրսով եւ սխալ դոզավորմամբ, լինում են կրկնավարակի դեպքեր, երրորդ անգամ հիվանդանալու դեպքեր եւ դա էլ դեռ ամենավատը չի, մեծ տարիքում հնարավոր է ռևմատիկ խնդիրներ ունենան, նույն ռևմատիկ տենդը կամ երիկամների կողմից սուր գլոմերուլոնեֆրիտը, սրտամկանի աղտահարումները, մեծ մաս դեպքերում դրանք մանկական տարիքում չբուժված ստրեպտոկոկային վարակներն են։ Եվ երբ մենք ծնողին բացատրում ենք, որ 10 օր պետք է երեխան ստանա, մի մասը ընկալում է, որ այո դա պետք է, իհարկե ես փորձում եմ մաքսիմալ բացատրել եւ հուսամ, որ ընկալում են հետագա բարդություններից խուսափելու համար, որ պետք է 10 օր տալ, բայց ունեն մենք ծնողներ, որոնք մտածում են, այ երրորդ օրն է, օրինակ երեխան միևնույն է մենք հո 10 օր երեխային չենք պահելու հիվանդանոցում, հենց երեխան լավի է գնում, իրենք ինքնուրույն որոշում են, որ պետք է դադարեցնեն անտիբիոտիկի բուժումը եւ դա բերում այդ կրկնավարակներին եւ հետագա բարդություններին։
Եվ Քութեշին ինչն է շատ բնորոշ, 7-րդ, 10-րդ օրը արդեն սկսվում է թեփոտումը, երբեմն ծնողները այսպես ահաբեկված, որ կոչվում է ձեռնոցների եւ գուլպաների համախտանիշ մեծ թիթեղներով կարծես պոկվում է մաշկը։ Դա Քութեշի ընթացքն է, կլինիկական նշանների հետ զարգացման ընթացքն է եւ դա նորմալ է։ Ուղղակի պետք է մի փոքր համբերատարությամբ զինվել եւ փապկացնող քսուկների միջոցով անցնել այդ փուլը։ Միևնույն է դա լինելու է, դա անխուսափելի է եւ այդտեղ որևիցե վտանգավոր բան իհարկե մենք չունենք։ Այս տարի կարծես մի տեսակ երկարեց սուր շնչառական վիրուսները։ Այո։ Ինչով էր դա պայմանավորված։ Տարբեր Ձմռան ամիսներին գրիպ A-ի դեպքեր ենք բազմաթիվ ունեցել։ Կովիդը այս տարի մի փոքր կարծես թե հետ է մնում անցած տարիների ցուցանիշներից։ Ադենովիրուսով պայմանավորված, երեխաների մոտ RSV վիրուսներով պայմանավորված տարբեր։ Կոնկրետ այս տարի չեմ կարող առանձնացնել, որ այս մի տեսակը առավել շատ է եղել։ Հիմնականում սուրշնչառական վիրուսները չէ ձմռանն են, ցուրտ եղանակներին են ավելի բնորոշ, բայց այս տարի ինքը բավական երկար տևեց։ Դե քանի որ այս տարի ջերմաստիճանն էլ եղանակային, կարծես թե ավելի ուշ գնացին դեպի ամառ, միգուցե եւ դա եւս նպաստեց, որ փակ տարածքները ավելի շատ լինեին, օդափոխությունը ավելի քիչ կատարվեր, միգուցե պայմանավորված այդ ամենով։ Բժշկուհի Արաքելյան, դուք նաև բժշկական կենտրոնում, Գյումրի բժշկական կենտրոնում դասընթաց իրականացրեցիք, հաղորդման այս հատվածում մի փոքր խոսենք այդ մասին, ինչին էր այն միտված։ Տեսեք, քանի որ մեր կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվում է բժիշկների վերապատրաստում արտերկրում եւ մեր կենտրոնի ադմինիստրացիան, ինչպես նաեւ բժիշկները միասին մենք որոշեցինք, որ պետք է մեր փորձով, մեր նոր գիտելիքներով կիսվենք նաեւ մեր գոլեգաների, մեր գործընկերների հետ եւ չնայած մեր ծանրաբեռնված գրաֆիկին, փորձել ենք ներկա լինել Գյումրիում, կազմակերպել այդ գիտաժողովը, մեր նոր գիտելիքները, նոր մոտեցումները, չէ՞ որ բժշկության մեջ եւ առհասարակ կարծում եմ բոլոր մասնագիտություններում ամեն տարի փոփոխություններ են լինում, բուժման մոտեցումը փոխվում է, դիագնոստիկ նոր միջոցառումներ են իրականացվում, նոր տեստեր է կիրառվում, որոնք երբեմն ռայոններում, մարզերում հասանելի չեն լինում։ Այս կամ այն պատճառով։ Այդ դրանից ելնելով որոշել ենք փորձով կիսվել մեր գործընկերների հետ, ներկայացնել մեր նոր գիտելիքները, որոնք մենք ինքներս նոր ձեռք ենք բերել, կամ մեր նոր հմտությունները, որոնք ավելի կիրառելի են եւ դեղորայքի առումով եւ լաբորատոր հետազոտությունների առումով, եւ իհարկե միշտ կապի մեջ լինել մեր գործընկերների հետ, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել միմյանց հետ, եթե կարիք ունեն հիվանդին տեղափոխելու մեզ մոտ արդեն կազմակերպել եւ նմանատիպ բոլոր հարցերը անխոչնդոտ իրականացնելու համար եւ բավականին լավ արձագանքով իդեպ անցավ մեր գիտաժողովը եւ կարծում եմ, որ պետք է կրկնել եւ ոչ միայն Գյումրիում, այլ տարբեր մարզերում, քանի որ իրոք դա շատ պետք է եւ շատ օգտակար է։ Մեր հաղորդման մեջ մենք նաև առանձնացնում ենք հատուկ տեղ ինքնաբուժությանը։ Ես կուզենամ ձեր կարծիքը լսել այս առումով։ Շատ ակտուալ է Հայաստանում ինքնաբուժությունը, ոչ միայն մանկական պրակտիկայում, այլ նաև մեծերի մոտ եւ երբեմն իհարկե սխալ, դա ոչ թե ես ինչ-որ մեղադրական եմ հնչեցնում մարդկանց հանդեպ, այլ հասկանում եմ, որ տեղյակ չեն եւ երբեմն տեղին անտեղին հարևանի խորհրդով, դեղատան աշխատակցի խորհրդով որոշում են, որ պետք է բավականին լուրջ անտիբիոտիկներ ստանան, բավականին բարձր դոզաներով, որոնք բացարձակ կարիքը չունեն։ Ինչպես նշեցի, մեծ մաս դեպքերում հիվանդությունները լինում են վիրուսային բնույթի եւ բացարձակ մենք անտիբիոտիկների կիրառման կարիք չունենք, ինչպես նաեւ տատիկների տնական մեթոդները, որը միևնույն է շարունակվում է, այդ մեթոդները եւս պետք է հնարավորինս քչացնել, եթե հնարավոր է բացառել կարծում եմ չի լինի, բայց հնարավորինս պետք է քչացնել կամ գոնե բժշկի հետ խորհրդակցելուց հետո կիրառել, եթե դա կիրառելի է տվյալ հիվանդության դեպքում։ Եվ որպես տրամաբանական շարունակություն ու հաղորդման ավարտ կուզենամ ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Ես միշտ ծնողներին կոչ եմ անում զգոն լինել, ուշադիր լինել երեխաներին, բնականաբար ամեն անգամ ջերմելուց պետք չի երեխային վերցնել եւ վազել հիվանդանոց, ես միշտ դեմ եմ այդ մոտեցմանը, պետք է 1-2 օր երեխային ջերմիչեցնողներ տալ, առատ հեղուկներ տալ, հետեւել երեխայի վիճակին, եթե երեխան ինքը իրեն նման է, տագնապի մեջ ահաբեկվել պետք չէ, հա, հավանաբար վիրուսային բնույթի է եւ 2-3, մաքսիմում 5 օրից կարող է անցնել, բայց եթե 3 օրից ավել է տևում եւ ձեր երեխան արդեն ձեզ նման չի, իրեն նման չի, ձեզ անհանգստացնում է, հրաժարվում է սնունդից, չի ուտում, քնկոտ է, անհանգիստ է, իհարկե այդ դեպքերում անպայման պետք է դիմել տեղամասային մանկաբույժին եւ մոտակա ստացիոնար եւ այդ դեպքում արդեն բժիշկը կորոշի կարիք ունի երեխան հոսպիտալացման թե ոչ։
Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ հագեցած զրույցի Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում իմ հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Անահիտ Առաքելյանը։ Առողջ եղեք Medinfo-ներ եթերում։